հագեսամ Մայրես մի անգամ կեզ տեսամ Զանավ սիրտը չհագեսամ Որ սարում ես դու ասնում Որ ջրից ես դու խմում Որ սարում ես դու քնում Որ ջրում է ոտքը թրջում Մայրես մի անգամ կեզ տեսամ Զանավ սիրտը չհագեսամ Մայրես մի անգամ կեզ տեսամ Զանավ սիրտը չհագեսամ Որ սարում ես դու ասնում Որ ջրից ես դու խմում Որ սարում ես դու քնում Որ ջրում է ոտքը թրջում Օթիմանից լքված սիրու եղնիկ Բաղջրերի սրված քնքուշ եղնիկ Թավ կանաչ ատարիկ Բարեկամներ, մենք գտնվում ենք Տավուշի մարզի նախկին Շամշադինի շրջանի Չինչին գյուղում։ Գյուղը ապրում է իր առօրյա կյանքով, մարդիկ այստեղ զբաղվում են անասնապահությամբ, հողագործությամբ, փայտագործությամբ, սակայն ես կուզեի, որ այսօր մենք մի հայացք ձգենք մեր անցյալին եւ գտնվում ենք Հովսեփ Գաբրելյանի հյուրընկալությամբ։ Այսօր նա մեզ ցույց կտա իր արհեստներից մեկը։ Վարպետ Հովսեփ, շրջապատում հարգված եւ պատված մարդ եք, բայց մենք այսօր եկել ենք ձեզ հյուր ոչ այդ առիթով, մեզ պարզապես հետաքրքիր է թե հնում մարդիկ ինչ են հագել, ոնց են պատրաստել այդ տրեղ կոչվածը։ Երկու խոսքով ներկայացրեք ձեր աշխատանքի մասին երկու բառ ասեք։ Դե պակասությունը ստիպել է, որ տրեղ հագնել, մարդիկ միջոցնի հնար են, որ պեպիկ չի մանջար։ Նրա մհար անասունի կաշին տանը մշակել եմ, չորը ծրել, տանարելու, տպորը լսել, տրեղ ունել։ Տրխով են մանջարիսկեր։ Շույնցը մեր հակալերինը տրեղ անել։ Եվ միջև որ թվերն են ժողովուրդը հիմնականում հագել այդ տրեխը, չարուխը։ Չարուխը դեռ շուտուց են հագել։ Այսինքն որ դուք ծնվել եք արդեն գիտակցական ձեր կյանքը հիշում եք որ մանկությունից եղել է։ Հագնից եմ մանկությունից եղել է։ Մինչև վերջերս հագել են, էլ արդեն երկրորդ հագան են համարել թելը, ոնցալել տայել։ Այսինքն ժողովուրդը աշխատել է, երկիրը զարգացել է, ունևոր են դարձել եւ սկսել են հագնել արդեն պետական արտադրված կոշիկ։ Իսկ ժամանակին երբ բոլորը չարուխ էին հագնում, կային մարդիկ, որ նրանք կոշիկ էին հագնում եւ դա որտեղից էին բերում, Հայաստանում արտադրվում էր, ինչ էր անվում այդ մասին։ Հազարից մի մարդ բեր կոշիկ էր հագնում, սապոկ էր հագնում։ Եվ դա զարմանք էր բոլորիդ համար։ Դա զարմանք էր։ Դե խնդրում եմ սկսեք ձեր աշխատանքը մենք էլ լինենք ականատեսը ձեր այդ հրաշագործ մատների աշխատանքին։ Ես մշակված կաշին։ Այդ ձեր ձեռին ինչ է կոչվում։ Սա կուղ է կոչվում։ Քուղ։ Հա, կուղ։ Հա։ Դա բան ենք արել, քաշել ենք իրան։ Մոտավորապես ցույց տվեք, հա, որ ոնց եք քաշել այդ ձեր նախապատրաստածի վրա։ Հա, կաշին, հա։ Հա, կտորը վերցնում եք եւ կողքից։ Կողքից քաշելով։ Հա, հասկանալ է, այտենց գնացիր։ Այ ապրի։ Ու այդ քուղը պատրաստում, այդ քուղը։ Հա։ Այդ պատրաստեց, բա հետո դա ոլորված, այդ ոլորիլ process-ը ոնց է։ Այդ ոլորիլն էլ քաշում ենք վերջացնում ու սկսում ենք հլորիլը։ Հա։ Հլորիլն էլ ես ասենք հլորիլը։ Ես ենթադրենք դի հլորացի, Հա։ նոր հլորիլ է։ Հա։ Հա։ Հլորում ենք ու պանում։ Թաց ենք անում, լավ թաց ալում, Հա։ կակում անում։ Ու հլորում ենք։ Հլորում ենք այդ քուղը։ Այդ թազվաստը որպեսզի պան չանի, դյարգ եք տանի։ Ձգում եք եւ չորացնում։ Ձգում ենք, չորացնում,
Yani sա իրան բանը, նորմալ միջով։ Վերջնական դիրքի, հա։ Միանը սկսում ենք արդեն օգտագործել։ Հրաշոստը հետ։ Այ հիմա սկսեցիք, դա հատուկ տեղ ունի սկսելու սկզբից, քթամասից, վերջնամասից, թե ցանկացած տեղից։ Դες կրնկի մոտից սկսում ենք գյոկիլը տհելերի գյոկին ենք պանանում ու արդեն պրծանում։ Մեկ էլ տրխետանում ենք ու արդեն հատնում։ Իսկ մի հատ այդ թային, մոտորապես ինչքան քուա գնում, քանի մետրը։ Երկու պես չապ։ Այսինքն մոտորապես մետր ու կեսի չափով մի 3 մետր, ոնց հասկաց։ 3-20 տհել։ Հա։ Վարպետով սեպ ու միզույք տրեխը, որ ասենք գործվելա, հակնողը մեր ես լեռնային պայմանները, անտառային պայմանները, ինչքան ժամանակ է հակել, ինչքան է հերիքել։ Դե մոտալապես մի ամրիս։ Իսկ սեզ մի բան էլ, ժամանակին մարդիկ, որ գործել են, բոլորն էլ հիմնականում գործել են, թե եղել են հատուկ վարպետներ, որոնք դրանով են զբաղվել։ Չէ, գործելիս են այդ բոլորն էլ։ Այսինքն դա որպես արհեստ, քանի որ հեշտ ու մատչելի ալել բոլորն արել են, թե մեր ժողովուրդը շնորհքով ալել բոլորն էլ արել են։ Շնորհքով են պակասությունն էլ մի հոլից նաստիպելու է, տրել չի հաղթան, յուշի ասեն, թե մատրե խարա։ Հա, հիմնականը բոլորն էլ ուրեմն այդ պակասությունից ելնելով աշխատել են իրանց ձևով բոլորն էլ գործեն պատրաստ են հագնել։ Հա, իրանց հոգսը քաշեն էլի։ Հասկանալի։ Բա ասենք այսպիսի մի հարց, ասենք անասնապահը հագին, դաշտը մահան, դման ձրևը սկսվեց, դրանք որ փափկում են, բա նրա ոտքերը, գուլպանները չեն թրջվել, Թրջվել են, բնք են արել, բայց ստիպված համբերել են։ համբերել են կամ թե չէ, համել են պեպիկ մանեկել։ Մինչև չորանա։ Մի բացմերը։ Դերն էլ դահմար չկետացնում վտեպչել են, բրվտրին թաց եկել։ Բայց չէ որ տակը հարթ է, բա այդ սոտ տալուս այդ հակելու պահը ոնց հալել։ Ապրել են, գոյատևել են, հարմարվել են։ Իսկ այդ ձեր մոտ դրված են կուժը, գավաթը, ժամանակին դրանք տեղական վարպետներն են պատրաստել, թե ուրիշ տեղից է բերվել։ Տեղից են բերել, Հա, տեղական վարպետներն են պատրաստել։ իսկ ճախարակը չեմ կասկածում, քանի որ փայտից է պատրաստվել է տեղի վարպետների կողմից։ Եվ կանայք մանել են թելը բրդից։ Հելը մանել են պրտից են մանել, Հա, բնդակից են մանել, նայած իրանց հարմարությանը։ Պարզ երևում որ շատ վար, արագ ձեր աշխատանքը դուք կատարում եք։ Վերջին անգամ երբ եք գործել։ Մոտ մի 20 տարի առաջ։ Իսկ առաջինը կհիշեք, քանի տարեկանում եք գործել։ Ինչ եմ դեր փոքր եմ եղել դեր ինչ 10-15 տարեկան։
Բայց որ 20 տարի առաջ գործել եք ու հիմա էլ այտենց վարժ, թե ինչով եք բացատրեմ այդ շարժումների հստակ եւ կայուն լինել, այսինքն որ դուք ճարպիկ ձևով մատների ճարպիկ շարժումով գործում եք։ Մանկության սվերատանը չի որ կարասվի աշխատանքը կատարելուց հետո քուվը վերենգուն ու Բայց էտեն քուվը չի չէ, էտիկա դա կաշվիտ չի, դա բրթից կամ բամբակից, չէ՞ էլ։ Բրթից կամ բամբակից կալեմ, արդեն ես պատրաստի քուղա, այդ քուղը անտեղ կցնի։ Իսկ այդ քուղը ով է պատրաստում։ Մեր հաշն է պատրաստում։ Վարպետովսեվ, շնորհակալություն, որ մեզ ցուցադրեցիք ձեր մանկության արհեստի բոլոր գաղտնիքները, երևի արդեն պատրաստ եք հանձ ու դաշտ ոտքով 80 տարեկանում մի քանի ժամ քայլելու եւ յանալու հայրենի բնությամբ, չէ՞։ Շնորհակալություն։ Just